Ցանկանում եմ ձեր հետ խոսել անմիջական, ուղիղ, խոսել եմ բոլոր խնդիրների մասին, որը գոյություն ունի, որը բոլորիս մտահոգում է եւ մենք պարտավոր ենք մեր երկիրը ազատ տեսնել, անկախ, ոնց որ եւ հռչակել ենք։ Հասկանում եք, մենք մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում են, որ հավաքներ են քանում, մրցակցություն է իշխանության համար եւ այլն, բայց ես ուզում եմ ձեզ հետ լինեմ անկեղծ եւ պարզ բացատրել, որ որևիցե մրցակցություն չկա, որևիցե խնդիր չունենք, ունենք լուրջ խնդրեմ։ Շատ լուրջ խնդրեմ, որ մենք կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք այս ձև մեր ամբողջ հանրությունը կողքից դիտորդի դերում, պաշտոնների, չգիտեմ, խնդիրների, որ գործից կազատեն, չգիտեմ, ինչ-որ խնդիրներ կունենան, առանց գլխավոր խնդրի։ Գլխավոր խնդիրը նա է, երեք Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86,600 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որտեղ եւ ընդգրկված է Ղարաբաղը։ Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը։ Դա իր իրավունքն է։ Դրա համար ես դրա մասին 2 տարի է ձեզ խոսում եմ դրա ներկայացնում եմ ինչ խնդիրներ եւ ոնց պիտի լուծենք, բոլորը ստե նստած ասում եք դե գիտես, այն մեկը եկել է Նիկոլի մարտն է, այն եկել է, չգիտեմ, ում փրկի, ինչ անի, ինչ է կատարվում, իշխանությունը ընդհանրապես որևէ արձագանք չունի այդ խնդիրներին, այսօր էլ ոչինչ չի ասում, ինչ է կատարվում, փորձում ենք բոլորս փրկիչ ձևանալ։ Իսկ փրկության համար կամ էլ ձևակերպել են հետևյալ ձև, պայքարել մինչև վերջ։ Ինչի համար, ինչ նպատակ ենք հետապնդում, այդ պայքարը դեպի ուր է տանում մեզ, ոչ ոք չի ասում։ Ինչի համար ենք պայքարում։ Ժողովուրդ, մեզ որևէ պայքար պետք չի, մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղծագործենք եւ լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան եւ մենք պետք է գնանք այս ճանապարհով։ Առաջի հերթին մենք պետք է ունենանք, ես ձևակերպեմ 5 կետերը, որոնք պետք է մեր երկրում անհապաղ կատարվի։ Դա մեր պաշտպանությունն է, առաջի հերթին, որտեղ առանց պաշտպանության մենք ոչինչ չենք կարողանալու անենք։ Մենք պետք է հստակ ունենանք մեր պաշտպանությունը եւ ոչ թե խմբերով, ջոկատներով, այլ պրոֆեսիոնալ բանակով։ Երկրորդը դա մեր դեմոգրաֆիա վերականգնելն է, որ տնտեսությունը զարգացնենք, ծնելիությունը զարգ տանք եւ կարողանանք դեմոգրաֆիա վերականգնենք։ Երրորդը դա մեր թոշակառուների խնդիրը լուծել, որ սոցիալական այս վիճակից դուրս բերել։ Երկիրը պետք է լինի զարգացող եւ ապագա ունենալ եւ տնտեսությունը գործի։ Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու ստեղ ապրենք։ Հասկանում եք, սա խնդիր է, սա լուրջ խնդրեմ է եւ մենք պետք է այդ խնդիրները լուծենք։ Եթե մենք չենք ցանկանում լուծենք եւ չենք կարողանում այդ պատասխանատվության տակ մտնենք, ուրեմն մենք կորցնելու ենք Արցախը։ Ես ձեզ բոլորին խնդրում եմ, ինչքան էլ կլինի անձրև, թե ամպեր, թե չգիտեմ ինչ, մենք պետք է պարտավորենք այսօր կանգնենք ստեղ եւ մեր խնդիրները պահանջենք, լուծումը ստանանք։ Հակառակ դեպքում ասում եմ, եթե մենք հավաքվել ենք, հավաքվելու համար թողենք գնանք, մենք ոչինչ չենք հասնելու։ Ես չեմ ուզում անընդհատ ճառեր ասեմ, համարյա բոլորիդ հետ հանդիպել եմ, այդ հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ այն տեսլականը, քանի որ քաղաքական խնդիրներ կա, ռազմական եւ այլ, ես չէի ցանկալա մեր հակառակորդը ամբողջը լսի ինչի մասին են խոսել, ինչի մասին են քննարկել։ Ես հատուկ որևէ ձայնագրություն, որևէ խնդիր թույլ չեմ տվել, որ լինի, որ մենք կարողանանք հանգիստ քննարկենք եւ խնդիրների լուծումը գտնենք։ Բայց այն բոլոր հարցերը, այն բոլոր խնդիրները, որը ես ձեզ ձևակերպել եմ 5 կետից բաղկացած, ոնց որ եւ ասել եմ 100 օրում պետքա կատարենք։ Եթե մեզ տան այդ հնարավորությունը եւ մենք պահանջենք այդ հնարավորությունը մենք ստանանք, մենք պետքա դա 100 օրում կատարենք, հակառակ դեպքում դա
դառնալու է, որ մենք սուտասան ենք հերթական բոլորի նման։ Դա համար ես վստահ եմ, որ դա կատարելու ենք եւ գնալու ենք այդ ճանապարհով։ Երկրորդ խնդիրը կա, որ ոմանք ձևակերպում են, որ մենք այո թող գան, անեն եւ չգիտեմ եւ այլ կամ ուժայինը չպետք է տանք, եթե ուժայինը չկա, մեր պաշտպանությունը չկա, մեր ներքին խնդիրները չեն կարող կարգավորենք, ապա հարց է ծագում, ես ինչա գալիս եմ պաշտոն ստանալու, ինձ պաշտոն հետա չի հետաքրքրում, ես գալիս եմ ձեզ ծառայելու, անկեղծ ձեզ ծառայելու, հնարավորությունը կստեղծվի, կծառայենք ձեզ եւ երկիրը կտանենք ճիշտ ճանապարհով եւ ապագա կունենանք Արցախում, կլինի հայեցի, կլինի անկախ եւ մենք մեր ապագան մեր ձեռքում կլինի, ոչ թե թշնամուն։ Սա է իրականությունը։ Ժողովուրդ, փորձենք հանգիստ, համեստ մենք մեր հարցերը լուծենք։ Ինչ վերաբերում է երեք Բրյուսելի խնդիրներին, որ Եվրոպան էս է ուզում, մենք գիտենք Եվրոպան ինչ է ուզում, Ամերիկան ինչ է ուզում, Ռուսաստանը ինչ է ուզում, ես ձեզ հավաստիացնում եմ, մի բան գլխավորն է, մենք ինչ ենք ուզում, մենք մեր անկախությունը հռչակել ենք, ես ձեզ վստահեցնում եմ, որ ես հատուկ չեմ անդրադարձել դրան, մենք հասնելու ենք մեր նպատակին։ Ինչ էլ որ լինի, մենք հասնելու ենք կազմակերպված, նորմալ, մեր աշխատանքով, մենք ամեն մեկս մեր տեղը 1000 ենք դառնալու, բայց մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ժողովուրդ, ես չեմ ուզում, որ հատուկ չեմ մտել այդ դաշտ, որ չխորացնեմ, որ պրոբլեմներ չբարձրացնեմ, որովհետև կա խնդիր, ամենագլխավորը, որ ժողովուրդը լավ ապրի, պաշտպանված լինի եւ հանգիստ, առանց մտավախության։ Իմ որպես ձեզ ծառայող այդ դա եմ ապահովելու։ Մնացածը աշխարհում ինչ ասեց, ով ա ում ճանաչել, ինչ ա արել, դա ժամանակը ցույց կտա, ով ա եղել ճիշտ եւ ինչ ճանապարհ ա ճիշտ։ Նրանք, ովքեր հայտարարում են, որ պայքարում են հանուն հայրենիքի, նրանք սուտ են ասում։ Հանուն հայրենիքի պայքարում ես մի ձևով, քո աշխատատեղում, քո աշխատանքը կատարելով։ Կլինես ուսուցչուհի, ուսուցիչ, ինժեներ, զինվորական, բոլորը, ամեն մարդ իր տեղը, սա է պայքարի ձևը, քո տեղում աշխատանք եւ արդյունք ենք ստանալու։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Ադրբեջանը որպես այդպեսին չկա այդքան։ Այն սաղ սուտը, որ հորինել են պատերազմը պարտվողները եւ ասել, որ դա ուժեղ են, դրա համար են պարտվել, ես ձեզ մեզ չեմ ուզում խոսեմ, ասում եմ, որ դա սուտ է։ Չենք կարողացել կառավարենք, պարտվել ենք։ Երբ որ դա ընդունենք, ճշմարտությունն էլ հետը լինելու է։ Դա համար ես ձեզ ասում եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք կազմակերպված, սիրուն, նորմալ, հզոր, պաշտպանող բանակ ունենանք։ Եվ տնտեսություն ստեղծենք, եւ դեմոգրաֆիայի խնդիր լուծենք։ Բոլոր այն խնդիրները ես նորից եմ կրկնում, չեմ ցանկացել եւ չեմ ցանկանում հրապարակային կետարկետ խոսեմ։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը չընդունեք, որ Սամվել Բաբայանը եկել է ձեզանից պաշտոն ա ուզում։ Սա տարածում են մյուս կողմը, երբ որ արդեն ասում ենք բևերներ, որևիցե բևեր չկա։ Մեզ առաջարկում են միանալ ում հետ։ Ասում են սե բևերը, Ռուբեն Վարդանյան, երկրորդը դաշնակցություն, երրորդը ԱԺԿ-ն, որը 20 տարի ղեկավարել է այս երկիրը, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան եւ այլ, բոլոր այդ ուժերը եղել են ղեկավարել են 23 տարի, եկել են այս վիճակին։ Հիմա մեզ առաջարկում են միանալ։ Ժողովուրդ, ես միանալու կամ անջատվելու որի խնդիր չունեմ։ Բայց ուզում եմ հասկանամ, միանում ենք ինչ խնդիր լուծենք։ Ինչ են առաջարկում։ Հապալ-թապալ բերել են մի հատ փաստաթուղթ, ասում են ես էլ մեր ծրագիրն է հասնել, հիմի դա համար են ասում, եկեք խոսենք, քննարկենք։ Ինչ են քննարկում, ես 2 ամիս
կետ ժողովրդին ներկայացնում եմ։ Ինչ ենք քննարկում, մենք ոնց ենք մեր խնդիրները լուծում։ Եթե քննարկելու խնդիր ա եղել, օրենքն էլ իր ձեռքին կարող էին փոխեին եւ դեմոգրաֆիան փոխեին եւ զարգացում տանեին։ Ուղիղ 2 տարի ու կես է, 2 տարի 9 ամիս պատերազմը ավարտվել է, մենք ոչինչ չենք արել։ Ոչինչ, զերոյա։ Հիմի հենց եկել ես, առաջարկում ես մի բան, քաղցրացել է ամեն ինչ, ասում է եկեք պայքարենք։ Եկեք, թե ինչի դեմ են պայքարում, ինչ են պայքարում, ինչ են ուզում, չես էլ հասկանում, չես էլ պատկերացնում, ես մարդիկ ի վերջո հասկանում են, որ ժողովրդի պատասխանատուն են, հասկանում են, որ սեփական ժողովրդին պիտի ծառայեն, թե ոչ։